Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ֆակտոր TV-ն ուղիղ տեսակապով զրուցելու է Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արուսակ Ջուլհակյանի հետ, ողջույն։ Այլ ձեզ։ Ազգային ժողովը այսօր արտահերտ նիստում քննարկում է Հայաստանի էլեկտրական ցանցերի պետականացման օրենքի նախագիծը, բայց էլեկտրական ցանցերի գլխավոր տնօրենի պաշտոնակատարը օրերս պնդում էր, որ մինչև վերջերս որևէ ակնարկ չի եղել իշխանությունների կողմից, որ կան այնպիսի խնդիրներ, ինչը կարող է բերել լիցենզիայից զրկելուն եւ ընդհանրապես նա նշում էր, որ ընդհանրապես քննարկումների մեջ չեք մտնում, որովհետեւ այստեղ կա խելագարության կանխավարկածի խնդիր պետականացնելը ոչ օրինական մեթոդով է պայքար տարվում եւ նրանք պատրաստվում են իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի մեջ։ Հնարավոր է այս օրենքը, եթե նույնիսկ ընդունվի, չկիրառվի Տիկին Ջուլհակյան իրականության մեջ եւ հեծե չպետականացվի։ Շնորհակալ եմ հարցի համար, Ռոբերտ, եւ շնորհակալ եմ այս հնարավորության եւ հրավերի համար։ Հենց այս պահին է քննարկվում նախագիծը, որով որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ազգային ժողովը հավելյալ լիազորություն է տալիս այն դեպքերում, երբ գործ ունենք սպառողների իրավունքների լրջագույն խախտման հետ համապատասխան գործողություններ ձեռնարկել եւ այդ նախագիծը միանշանակ ընդունվելու է, այսինքն ձեր հարցը, որ եթե այն ընդունվի, արդյոք այն կարող է չկիրառվել, նախագիծը ընդունվելու է, եթե չկա, եւ բնականաբար այդ նախագիծը կիրառվելու է։ Վերաբերում է դեր մատնանշած անձի հայտարարություններին, որի փր իրենք որևէ ազդակ չեն ստացել, որ կան խնդիրներ, իրենք բազմիցս են այդ ազդակները ստացել եւ այդ մասին վկայում է այն հաճախականությունը, որով որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարբերաբար տուգանքների է ենթարկել հեծին։ Եթե մենք բացենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքը եւ նայենք այդտեղ որոշումներ, ապա կտեսնենք, թե ինչ բարբերականությամբ եւ ինչ հաճախականությամբ են տուգանքներ կիրառվել հանձնաժողովի կողմից էլեկտրացանցերի նկատմամբ եւ այդ տուգանքների տրամաբանությունը իհարկե եղել է բնականաբար սպառողների իրավունքների պաշտպանության տրամաբանության շրջանակներում է դա տեղի ունեցել եւ խոսել այն մասին, որ ազդակներ չեն եղել, ես կարծում եմ երեսպաշտություն է ձգտում է արդեն ծիծաղելի լինելուն։ Այդ ազդակները դրսևորվել են բազմիցս եւ դրսևորվել են նաեւ քաղաքացիական պայմանագիր խմբակցության կողմից կազմակերպված դեռևս ամիսներ առաջ քննարկման տեսքով դուք հիշում եք երևի, որ հրավիրվել էր ազգային ժողով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին արդեն նախագահը եւ իրեն հարցեր էին հնչում, թե ինչ է անում հանձնաժողովը նման ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտի կարգավորման համար, այսինքն իր լիազորությունները ինչպես է օգտագործում եւ նաեւ դրան, եթե հիշում եք, հետեւեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հրաժարականը եւ ապա նոր նախագահի ընտրությունը։ Այսինքն խոսել այն մասին, որ իրենք երբևէ ազդակներ չեն ստացել, որ էլեկտրացանցերում կա խնդիր, կներեք, այդտեղ եթե իրենք այդպիսի ակնհայտ քննարկումները ազդակ չեն համարում, ապա այդտեղ գուցե ընկալումների խնդիր մենք ունենք։ Հետևաբար քննարկումները եղել են վաղուց ամիսներ շարունակ այդ քննարկումները եղել են եւ նաեւ այս իրադարձությունները զարգացել են եւ հասել են այս կետին։ Հեցի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը ասում է, որ Սամվել Կարապետյանը մինչև վերջ չի զիջելու, շատ վատ կլինի պետական կառավարման պարագայում պետականացվելուց հետո արդեն գիտեն ում են տալու, դա արժանի է քրեա իրավական գնահատականի, այսինքն սեփականության վերաբաշխման մեղադրանք է ըստ էության հնչում։ Հայաստանի Հանրապետությունում երբեք չի եղել եւ չի լինելու սեփականության վերաբաշխում։ Ես խորհուրդ կտամ առհասարակ հեցի տնօրենին ընտրել բառերը եւ այդ տոնայնությամբ չխոսել պետության հետ։ Ինչ վերաբերում է նրան, որ
քրեական հանցագործության հետ գործ ունենք, ապա Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, ժողովրդավար պետություն է եւ ցանկացած մարդ, ով տեսնում է որևէ արարքում հանցակազմ, իհարկե կարող է համապատասխան մարմիններին դիմել եւ մենք արդեն այդ մարմինների եզրակացությունը կտեսնենք, արդյոք հանցագործության հետ գործ ունենք թե ոչ։ Իհարկե այդտեղ հանցագործության մասին խոսք գնել չի կարող, այլ հարց, որ գուցե գնալով անցյալ եւ տեսնելով թե Հեցի պատմությունը ինչպես է զարգացել, Հեցի էպոպեան այդ թվում եւ 2015 թվականի իրադարձությունները, ինչպես են զարգացել, գուցե մենք այդտեղ հանցագործության տարերը իսկապես տեսնենք, բայց բնականաբար այն գործողությունները, որ հիմա արվում են, որևէ հանցագործության մասին խոսք գնել չի կարող, եթե իրենք կարծում են, որ իրենց իրավունքների հետ կապված որևէ խնդիրներ կան, խախտվում են իրենց իրավունքները, բնականաբար իրենք ազատ են դիմելու թե ներպետական ատյաններ եւ թե նաեւ եւ թե նաեւ միջազգային ատյաններ եւ արդեն մենք այդտեղ կտեսնենք թե որքանով է հիմնավոր իրենց այն շահարկումները, որոնք որ իրենց կողմից մենք հնչում ենք։ Ինչ վերաբերում է նրան, որ Սամվել Կարապետյանը չի հանձնվելու, սա քաղաքական հայտարարություն է, կարծում եմ, Հեցի տնօրենի կողմից եւ պետք է հասկանալ Հեցի տնօրենը ինչով է զբաղված, եթե քաղաքական հայտ է ներկայացնում, դրա հարթակը այլ տեղում է, այլ ոչ թե Հեցի ղեկավար կազմում ես համենայն դեպս նորից եմ ասում, որ եթե իրենք կարծում են, որ իրենց իրավունքները որևէ կերպ ոտնահարվել են, ապա իրենք ազատ են դիմելու թե ներպետական ատյաններին եւ թե նաեւ միջազգային ատյաններին։ Իսկ ամեն դեպքում դուք չեք համարում, որ ազնիվ կլինի ասել, որ այս ամեն ինչը սկսվեց պետականացման մասին օրենքի նախագիծը այն ինչ որ հիմա դուք քննարկում եք ազգային ժողովում Կարապետյանի քաղաքական բնույթի հայտարարությունից հետո, այսինքն սա պատժամիջոց չի նրա նկատմամբ Տիկին Ջուլակյան։ Մեր հարցազրույցի սկզբում Ռոբերտ ես երկար պատմում էի թե քանի ամիս է ինչ քննարկում ենք մենք Հեցի հետ ունեցած խնդիրները, այսինքն այդտեղ ազնվության հարց չկա, այսինքն ազնվորեն այդ խնդիրները քննարկվել են ամիսներ շարունակ, դրա պատճառով փոխվել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի պես առանցքային նշանակություն ունեցող կառույցի նախագահ այսինքն նորից եմ ասում, այդտեղ շահարկումներ իհարկե կարող են կանել, եթե դրա ցանկությունը կա, պարզ է, եթե մարդիկ ընդդիմադիր կեցվածք ունեն, բնականաբար փորձելու են այս process-ը քաղաքականացնել եւ նման աստղ։ Այսինքն սա Կարապետյանին պատժելու միջոց չի։ Պատմություն է, դա բոլորովին այլ պատմություն է, Սամվել բուն հենց ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հարցին, բոլորովին այլ պատմություն է, որը ներկայումս քննվում է համապատասխան իրավապահ մարմիններում եւ այդ պատմության ելքին արդեն մենք կծանոթանանք, երբ լինեն համապատասխան իրավական ակտերը, դատական ակտերը մեր համապատասխան մարմինների կողմից, բայց նաև ես պետք է այս կոնտեքստում անպայման անդրադառնամ այն հարցին, որ մենք օրեր առաջ մեր իրավապահ մարմինները հայտարարություն են տարածել եւ ներկայացրել են բավարար փաստեր առայն, որ երկրում ահաբեկչություն է նախապատրաստվել, ահաբեկչություն, հեղաշրջման փորձ, ծանր հանցագործություններ մի խոսքով։ Եվ եթե նաև մենք մեր քննչական կոմիտեի կողմից տարածված հայտարարություններն ենք ուսումնասիրել, եթե դիտել ենք քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը, մենք այնտեղ կարող ենք տեսնել, որ այդ ահաբեկչության նախապատրաստման հեղաշրջման փորձի այդ հիբրիդային պատերազմի տարերից մեկը նաև քաոսի ստեղծումն եւ այդ քաոսի ստեղծման գործիքներից մեկը պարբերաբար էլեկտրականության անջատումներն էր նաև, այսինքն այդ ամեն ինչը ինչ որ մենք հիմա լսում ենք քննչական կոմիտեի նախագահից, մեզ կարծում եմ կասկած կարող պետք է որ մեզ մոտ առաջացնի, թե այդ լույսը ինչպես պետք է անջատվեր, ում կողմից պետք է անջատվեր, ով այդ ցուցումները պետք է տար, այսինքն մենք կարող ենք արդյոք եզրակացնել, որ Սամվել Կարապետյանը նաև այս process-ի մի մասն էր։
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է տրվեն, եւ այդ հարցերի պատասխանները պետք է տրվեն մեր հանրությանը։ Հետևաբար ես նորից եմ ասում, քաղաքական շահարկումը քաղաքական շահարկում, բայց երբ մենք գործ ունենք պետական անվտանգության հետ, երբ մենք գործ ունենք ահաբեկչության փորձի հետ, հեղաշրջման փորձի հետ, սա պետք է ստանա ամենակոշտ արձագանք պետության կողմից եւ ստանալու է ամենակոշտ արձագանքը պետության կողմից։ Այսքանը։ Բայց դուք փաստեր ունեք, որ պարոն Կարապետյանը մասնակցում էր ձեր ասած քաոսի ստեղծման process-ին կամ ինքը ցանկություն հայտնել է մասնակցել։ Ռոբերտ, ես ազգային ժողովի պատգամավոր եմ, ես չեմ կարող ունենալ փաստեր։ Դրա համար գոյություն ունեն իրավապահ մարմիններ, եւ ես իմ խոսքում նշեցի եւ հղում արեցի մեր իրավապահ մարմիններից մեկի քննչական կոմիտեի նախագահի երեկվա հայտարարություններին, երեք հարցազրույցով է հանդես եկել քննչական կոմիտեի նախագահը եւ ասել է, որ այդ քաոսի ստեղծման, ահաբեկչության նախապատրաստման, հեղաշրջման նախապատրաստման տարերից մեկը պետք է լինեին լույս անջատումները։ Ես կարող եմ որպես քաղաքացի դա լսելով եզրակացնել ոնց պետք է այդ լույսը անջատվեր։ Ով պետք է անջատեր այդ լույսը։ Կարող եք ասել, այսինքն ինչ որ էլեկտրիկներ պետք է բան իրենց սիրած ասած մի խումբ ռոմանտիկներ ոճի շրջանակներում որոշեին, որ պետք է միանան Բագրատ Գարստանյանի շարժմանը եւ ինքնաբուխ լույս անջատումներով զբաղվեին։ Ոչ ոքս միամիտ չի, Ռոբերտ։ Ոչ ոքս միամիտ չէ եւ մեր քաղաքացիները միամիտ չեն։ Հետևաբար ես լսում եմ իրավապահ մարմինները ինչ են ասում եւ որպես քաղաքացի անում եմ իմ եզրակացությունները եւ ենթադրությունները։ Թե ենթադրությունները որքանով են տեղին, որքանով են հիմնավոր եւ փաստարկված, դա արդեն ցույց կտա քննությունը եւ քննության արդեն անվերջնական արդյունքը։ Ես բնականաբար այլ փաստեր չունեմ եւ չեմ կարող ներկայացնել եւ իրավասու էլ չեմ որպես ազգային ժողովի падգամավոր փաստերի ներկայացմամբ զբաղվել։ Այսինքն հեծը նրան ձեռքից վերցնելով դուք կանխում եք քաոսի ստեղծումը, ճիշտ եմ հասկանում։ Մենք հեծը որևէ մեկի ձեռքից չենք վերցնում, մենք փորձում ենք լուծել հեծում արկա խնդիրները, խնդիրները, այն խորքային խնդիրները, որոնց մասին խոսել ենք վերջին ամիսներին, անընդհատ բարբերաբար խոսել ենք։ Այսինքն այդ քաոսի մասին իմացել ենք օրեր առաջ, քաոս ստեղծելու փորձի մասին իմացել ենք օրեր առաջ։ Հեծի խնդիրների մասին իմացել ենք վաղուց։ Մեր քաղաքացիները մեզ բարբերաբար հեծի խնդիրներով կարելի ասել խեղդել են, ասել են լուծեք մեր խնդիրները, ինչպես կարող եք դուք որպես պետություն նման ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտին հետամոտ չլինել եւ ես նորից եմ հիշեցնում, այս խնդիրները քննարկել ենք ամիսներ շարունակ, փորձվել է ՀՑԿ նախագահ, նոր նախագահ է ընտրվել, հեծը բարբերաբար տուգանքների է ենթարկվել իր ներսում արկա խնդիրների հետ կապված։ Իսկ հեծը պարզապես վերադարձում է ժողովրդին, այդքանը ոչ ոքի ձեռքից չի խլվում հեծը, այլ տրվում է նրա օրինական տիրոջը, դա բնական մոնոպոլիա է եւ այդ բնական մոնոպոլիան այս պահի դրությամբ վերադառնում է իր օրինական տիրոջը։ Իսկ Կարապետյանի պատժելու միջոց չի սա Տիկին Կարապետյանի ներողություն Տիկին Ջուլակյան իր քաղաքական հավանական ակտիվության համար կամ եկեղեցի Ես այդ հարցին արդեն պատասխանեցի եւ Կարապետյանը քաղաքական ակտիվություն չէ, որ դրսևորել է, այս նորից հղում կատարելով քննչական կոմիտեի նախագահին, ես կարող եմ ենթադրել, որ պարոն Կարապետյանի ակտիվությունը բացառապես քաղաքական բնույթ չուներ եւ ավելի հեռուներ գնում, դա իմ ենթադրությունն է, դա կապացուցվի թե ոչ ցույց կտա ժամանակը, ինչ վերաբերում է պատժելուն, ապա ես չեմ կարծում, որ պարոն Կարապետյանը իրեն պատժված է զգում, որովհետև ինքը հիշում եք, որ հայտարարել է, որ ինքը թքած ունի հեծի վրա, հետեւաբար եթե ինչ-որ բանի վրա թքած ունի, չեմ կարծում, որ առանձնապես պետք է իրեն պատժված զգա։ Գուցե ավելին ազատագրված է նա իրեն հիմա զգում, կամ մի քանի ժամից կզգա, երբ այդ օրենքը ընդունվի, ոչ ոքս չգիտի, կիմանանք հնդածս։ Իսկ օրենքի ընդունումից հետո ինչ պրոցեդուրաներ պետք է լինեն։ Դա արդեն համապատասխան մարմինները այդ մասին կներկայացնեն, այսինքն այնտեղ գործընթացներ են, որ արդեն դրա համար ազգային ժողովը չէ, որ պատասխանատվություն է կրում, դա դրա շուրջ ես ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում Հայաստանի շուրջ տեղի ունեցողի կամ ներսում տեղի ունեցողի վերաբերյալ մտահոգություններ են արտահայտել նաև ՀԱՊԿ արտգործնախարարները
Լավրովը ասում էր, սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց իհարկե հազարամյա առաքելական եկեղեցու վրա հարձակումները լուրջ մտահոգություն են առաջարկում այն հայերի հիմնական հենասյուներից է եւ մենք իրոք չենք ցանկանային հարձակումների ենթարկվի առանց որևէ լուրջ հիմքի։ Փաստորեն, պարոն Լավրովը ձեզ նախ առաջին մեղադրում է հարձակվելու մեջ եկեղեցու վրա, երկրորդ մեղադրում է առանց հիմքի հարձակվելու վրա։ Սա ոչ թե կուսակրոնության հարց է, ոչ թե եկեղեցականների քաղաքականությունից հեռու պահելու հարց է, այլ անհիմն հարձակումների հարց է ձեր կողմից։ Ինչպես կմեկնաբանեք Տիկին Ջուլակյան։ Ես ճիշտ լսեցի, որ դուք նաև հապկի անունը տվեցիք, Այո, Ռոբերտ։ Անդրադառնալով հապկին պետք է ասեմ, որ հապկը նախ եւ առաջ այլոց գործերին խառնվելուց առաջ ճիշտ կլինի իր լիազորությունները իրականացնի եւ կենթանության նշաններ ցույց տա, այսինքն բացառապես այն բանի համար, ինչի համար ստեղծվել է, այդ ֆունկցիաները գոնե մինիմալ մակարդակի իրականացնի։ Առ այսօր մենք չենք տեսել, որ հապկը իր լիազորությունները գոնե ոնց ասեմ, գետնի վրա որևէ գործողություն կատարի, որը նրանց գոյության մասին մարդկանց որևէ կերպ կհիշեցնի։ Սա հապկի մասով, ինչ վերաբերվում է Լավրովին, ապա նրան երեք արդեն պատասխանել է իր գործընկերը հայաստանյան, արտաքին գործերի նախարար պարոն Արարատ Միրզոյան պատասխանել է եւ այդտեղ ես շատ բան ավելացնելու չունեմ։ Լավրովը չի կարող միջամտել Հայաստանի Հանրապետության ներքին գործերին, Հայաստանի Հանրապետությունը ունի իշխանություն, ունի ժողովուրդ եւ մենք ենք որոշում, թե ինչ է կատարվում մեր երկրում, անհիմն է, հիմնավոր է, ինչ է, այդ մենք մի կերպ գլուխ կհանենք առանց պարոն Լավրովի օգնության, բայց նաև ուզում եմ ասել, որ ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր էր, որ որևէ կրոնական սպասավոր միլիմետրի անգամ շեղում թույլ տար պետական գծից։ Ես չեմ ուզում պատկերացնեմ, թե ինչ կկատարվեր նրա հետ այսքանը, բայց քանի որ ես որևէ ցանկություն եւ նպատակ չունեմ խառնվելու այլ պետությունների ներքին գործերին, այսքանով այդ մասը կավարտեմ։ Տիկին Ջուլհակյան, դուք համարում եք, որ այն ինչ որ իրավապահները բացահայտել են, դա ահաբեկչության նախապատրաստման մեղադրանքն է, գործողությունները քաղաքացիները ամեն ինչ լսել են, ինչ քայլեր, ինչ գործողություններ էր վերագրվում Բագրատ arczepiskopos Գալստանյանին, իր կողմնակիցներին, Միքայել Աջապահյանին եւ մյուսներին, այդտեղ Ռուսաստանը որևէ կապ ունի, որովհետեւ այդ հայտարարություններում, փաստաթղթերում եւ այլն Ռուսաստանի անունը այսպես կարմիր գծի պես անցնում է։ Ռոբերտ, հարցի հետևյալն է արդյոք դա ահաբեկչություն է թե ոչ, թե հարցի հետևյալն է Ռուսաստանը կապ ունի թե ոչ։ Արդյոք այն ինչ որ տեղի էր ունենալու Ռուսաստանը որևէ կապ ունի դրա հետ։ Ես նման պնդումներ բնականաբար չեմ կարող անել, Ռոբերտ, բայց ինձ համենայն դեպս շատ կասկածելի է թվում Բագրատ Գալստանյանի, որը ինչպես հետագայում պարզվեց գործողություններ է ձեռնարկում, որոնք ունեն ահաբեկչության տարեր, հեղաշրջման տարեր եւ այլն, դրանից օրեր առաջ հայտարարում էր, որ իրենց տարբեր ուժային կենտրոններից ասում են, որ պետք է ինքը ինչ-որ մի բան անի, որ լավ լինի։ Այդ հայտարարությունը արել է Բագրատ Գալստանյանը, որևէ մեկը չի հորինել այդ հայտարարությունը, բոլորը լսել են այդ հայտարարությունը եւ դրանից կարող են անել եզրակացություններ, այդ ինչ ուժային կենտրոններ են։ Դե այդ ուժային կենտրոնը անհանգստացել է Հայաստանում ավանդական արժեքների պահպանության հարցով, հավանաբար պարոն Գալստանյանի հարցազրույցը, որը դուք հիշատակում եք, նա ասում էր ըստ էության, որ եթե չանես իշխանափոխություն, Սոդոմ Գոմոր կլինի եւ այլն։ Ձեր կարծիքով որ պետությունն է ավանդապահ արժեքներ պաշտպանում, օրինակ Ուկրաինայում։ Ես
ուկրաինական թեմայի մեջ մտնելու առանձնապես ցանկություն այս բան չունեմ եւ չեմ ուզում ել ավելի խճճել այն իրավիճակը, որ մենք հայտնվել ենք ակամայից, մեր ժողովուրդը ակամայից, որում որ հայտնվել է, հետեւաբար Ուկրաինայի թեման առաջարկում եմ այս բանին թողնենք մի կողմ, բայց ինչ վերաբերում է ավանդական արժեքներին, չգիտեմ, որ երկրում են, որ այդ ավանդական արժեքները պաշտպանվում են, բայց գոյություն չունեն։ Կարծում եմ մեր հանրությունը այդ հարցի պատասխանը շատ լավ գիտի։ Այդ դեպքում քննչական կոմիտեի նախագահն էլ հարցազրույց տվեց եւ պատասխանեց այն հարցադրումներին, որ հնչում էին, օրինակ արհեստական բանականությամբ է Բագրատ Գալստանյանի հարցազրույցը ստեղծվել, խոսքերը ներողություն եմ խնդրում, այդ գաղտնալսումների խոսքեր, որտեղ նա խոսում է սպանելուց, այրելուց եւ այլն եւ այլն, բայց չեն դադարում քննարկումները ընդդիմության կողմից եւ մեղադրանքները, որ սա շինծու մեղադրանք է իդեպ նաև մայրաթոռում աղոթման արարողություններ, աղոթքի արարողություններ հանիրավի դատապարտվող անձանց համար կասկածներ շարունակում են մնալ տիկին Ջուլհակյան, որ սա փաստորեն քաղաքական նպատակներով, այսպես ասենք, ճնշելու փորձ է։ Իդեպ ես մեջ բերեմ գերիալների ազատության, նեղյալների մխիթարության եւ հայրենի երկրի խաղաղության համար էր այդ պատարագը մատուցվում, այո։ Ես հույս ունեմ, որ գոնե մայր աթոռում աղոթք անելիս արմատուրայի վրա նստած չեն այդ աղոթքները անում եւ հույս ունեմ, որ այն մի երկու քաղաքացիներին ում պատրաստվում էին գյուլել եւ ապա կոմպենսացիա վճարել, գոնե մայր աթոռի պատերի ներսում չէին պատրաստվում գյուլել, դա իմ հույսն է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Ինչ վերաբերում է ընդդիմության հայտարարություններին, ապա պետք է ասեմ, որ յուրօրինակ լակմուսի թուղթ է, հա, հիմա մեր հանրության աչքերի առաջ հառնում յուրօրինակ լուստրացիա եւ մենք տեսնում ենք թե երկրորդ նախագահի թե երրորդ նախագահի թիմերը ինչպես են տեր կանգնում այդ ահաբեկչությանը, ֆասադը դառնում այդ ահաբեկչությանը, այսինքն իրենք նույնիսկ չեն էլ փորձում վեր կանգնել, հետ կանգնել, իրենց չասոցացնել, վերացարկվել այդ ահաբեկչական ակտի փորձից, հեղաշրջման փորձից, իսկ առաջին նախագահն էլ այդ նույն օրը, երբ որ ահաբեկչության փորձի մասին հայտնի է դառնում, հանդիպում է Կտրիչ Ներսիսյանի հետ, որի օրհնությունը Բագրատ Գալստանյանը ասում էր անցած տարի, որ ունի, ինչ օրհնության մասին է այդ խոսքը, ինչ եզրակացություն կարող ենք մենք անել դրա հետ, այսինքն որևէ բան ունի ասելու առաջին նախագահ այս թեմայով, մարդ, որը հանդես է եկել բարբերաբար պետականամետ լինելու դիրքերից, մարդ, որը միշտ հայտարարում կանգնել պետության կողքին, օրինակ հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո հորդորում էր համախմբվել նախագահ Քոչարյանի շուրջ, հիմա փաստորեն ոչ միայն ասելիք չունի այս ահաբեկչության փորձի հետ կապված, այլ նաև այդ օրը հանդիպում է Կտրիչ Ներսիսյանի հետ։ Այստեղ մենք ունենք եզրակացնելու բաներ, ես կարծում եմ մենք ունենք եզրակացնելու բաներ, եւ եթե երեք նախագահները ըստ էության չեն խորշում, չեն վարանում իրենց դնել մի շարքում մարդկանց հետ, որոնք որ հեղաշրջման եւ ահաբեկչության փորձ են պատրաստել երկրում, ապա իրենք պետք է այդ արձագանքը ստանան մեր հանրության կողմից, չնայած արդեն ստացել են, բայց դեռ շարունակելու են ստանալ։ Ինչ վերաբերում է նրան, որ իբր քաղաքական հաշվեհարդար եւ այլն ձեր հարցում նաեւ նման միտք հնչեց, ես պետք է ասեմ, որ ցանկացած փորձ երկրում հակաօրինական ձևով իշխանություն փոխելու, ցանկացած փորձ երկրում անվտանգության վիճակը ապակայունացնելու, ցանկացած փորձ
որը կարող է նույնիսկ ահաբեկչության ակնարկ լինել եւ ցանկացած փորձ, որը կարող է ընկալում ունենալ նույնիսկ արտաքին միջամտության, պետք է ստանա ամենակոշտ արձագանքը պետության կողմից, ստանում է ամենակոշտ արձագանքը պետության կողմից եւ շարունակելու է ստանալ ամենակոշտ արձագանքը պետության կողմից եւ այստեղ աճ եւ ձախ գնալու, կողքերը նայելու եւ միամիտ ձևանալու որևէ անհրաժեշտություն չկա, ամեն մեկը իր արածի, իր նախագծածի համար պատասխան է տալու։ Տիկին Ջուլիակյան, այո, պարոն Գալստանյանը ասում էր, որ ունի կաթողիկոսի օրհնությունը, բայց երևի նա նկատի ուներ ընդդիմադիր քաղաքական շարժում ծավալել է եւ ոչ թե այն գործողությունները, որ իրավապահները նրան է վերագրում։ Դե այդ արդեն ենթադրությունների դաշտ ենք մտնում։ Մենք գիտենք, որ մայր աթոռը երբ ունենում է տարաձայնություն իր որևէ եկեղեցական սպասավորի գործողությունների հետ, եւ դրա վառ օրինակը բալթյան երկրների թեմի առաջնորդի հայտարարության արձագանքներ եւ վերջինս վարչապետին դիմավորելով խոսել էր խաղաղության կարեւորության մասին, Եվրամիությանը անդամակցելու կարեւորության մասին, 3 վայրկյան չանցած մայր աթոռը հայտարարություն տարածել, որ դա բացառապես այդ կրոնական սպասավորի այդ թեմի առաջնորդի կարծիքն է եւ մայր աթոռը չի կիսում։ Բագրատ Գալստանյանի, Աջապահյանի, նրանցից եւ որևէ մեկի հայտարարությունների հետ կապված մենք նման հայտարարություններ ոչ միայն Կտրիշ Ներսիսյանից չենք լսել, այլ նաեւ Մայր աթոռից, հոգեվոր խորհրդից մենք այդ հայտարարությունները չենք լսել։ Հետևաբար կարող ենք եզրակացնել, որ ոչ միայն այդ քաղաքական իբր սրբազան պայքարին էր վերաբերվում սատարման այդ հայտարարությունը, այլ նաև մնացած ամեն ինչին։ Համենայն դեպս մենք չենք լսել Կտրիշ Ներսիսյանից դատապարտում ահաբեկչության փորձի եւ կարող են եզրակացնել, որ դատապարտում պարզապես չկա, որովհետեւ ես չեմ կարծում, որ Կտրիշ Ներսիսյանը ամաչել է ասել, որ իր արքեպիսկոպոսը վատ բան է անում։ Ես կարծում եմ ինքը եթե այդ համոզմունքը ունենար, մենք նրանից կլսեինք այդ հայտարարությունը, բայց առ այսօր չենք լսել որևէ հայտարարություն, ավելին, ինչպես դուք ասեցիք, Մայր աթոռը հանդես է եկել հայտարարությամբ, աղոթքով այն մասին, որ այդ խեղճ սպասավորները, այդ խեղճ ահաբեկիչները հետապնդման են ենթարկվում քաղաքական։ Տեսեք, Մայր աթոռը շատ ուղիղ քաղաքական հետապնդում էր կոչել Միքայել arczepiskopos-ի դեմ ձեռնարկված քայլերը, ասում էին նրանք, ոչ այլ ինչ են, քան դասական իմաստով քաղաքական հետապնդում եւ դրսեւորում անձնական վրեժխնդրության իրեն քրիստոնյա եւ եկեղեցու զավակ նկատող մի անձի, ով նախորդին այդ հայտարարության նախորդին իրավապահ մարմինների ուժերի հրահանգեց պաշարել Մայր աթոռը պախարակելի եւ աննախադեպ ոտնձգություն կատարեց։ Այո, Միքայել arczepiskopos-ը մի քանի անգամ ասել է, որ պետք է Հայաստանում հեղաշրջում իրականացվի, զինված եւ դա է միակ ձևը փրկության, բայց չնայած դրան Մայր աթոռը ասում է, որ սա քաղաքական հետապնդում է։ Այնպես սա կարելի է հասկանալ։ Սա կարելի է հասկանալ շատ ուղիղ, Ռոբերտ, որ Մայր աթոռը Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ սատարում է զինված հեղաշրջման փորձերին, զինված հեղաշրջման գաղափարին։ Այլ բան հասկանալու չկա։ Իսկ դուք նրանց հետ որևէ կոնտակտի դուրս գալու եք, այսինքն բանակցեք եւ այլն։ Մենք ով։ Ես Իշխանությունները, այսինքն հաշտության ինչ որ մի եզր տեսնում եք։ Ռոբերտ, հայտնի սկզբունք կա ահաբեկիչների հետ չեն բանակցում։ Ահաբեկիչներին պատժում են, եթե այլ բանակցությունների մասին է խոսքը, արդեն ոչ ահաբեկիչների հետ բնականաբար բանակցությունները կարևոր են, բայց նորից եմ ասում, ահաբեկիչների հետ չեն բանակցում, նրանք ովքեր մասնակցել են այդ ահաբեկչության նախագծմանը, ահաբեկչության փորձին, սատարել են ահաբեկիչներին, իրենց հետ բանակցելու բան որևէ բան չկա, իրենց միայն պետք է ստանան կոշտագույն արձագանք եւ ստանալու են։ Շնորհակալություն այս հնարավորության համար, Տիկին Ջուլիակյան։ Ես եմ շնորհակալ։
Հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցում ենք Արուսակ Ջուլհակյանի հետ։